Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Ուրախ ենք կրկին հանդիպելու համար։ Ուրախ եմ, որ հետևում եք մեր ալիքին, Hope Media-ին, եւ այսօր Բարդ տեքստեր չկա հաղորդաշարի ներքո կներկայացնեմ Կողոսացիներ գրքի 2-րդ գլխի 16 համարը, որը ինքն իրենից շատ բարդ համար է եւ շատ վիճաբանությունների տեղիք է տալիս։ Արդ թող մեկը չդատե ձեզ, ուտելու կամ խմելու համար, տոնի կամ ամսագլխի համար, կամ շաբաթների մասին։ Այսքանը, կարծես թե բարդություն չկա, բայց բարդությունը կայանում է նրանում, թե ինչ մտքի մասին է խոսքը գնում, ինչ նկատի ունի Պողոս առաքյալը, երբ որ ասում է ուտել կամ խմել, կամ տոն, կամ ամսագլուխ, կամ շաբաթներ, որովհետև երբ որ մենք Սուրբ Գիրքը ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ այդպիսի համադրություններ կա Սուրբ Գրքի մեջ։ Օրինակ, Ովսե գիրք 2-րդ գլուխ 11 համարում գրված է. «Եվ պիտի դադարեցնեմ նրանց բոլոր ուրախությունները, նրա տոները, ամսագլուխները, շաբաթները եւ նրա բոլոր հանդիսավոր ժամանակները»։ Այստեղ տալիս է, որ պետք է դադարեցնի։ Պետք է դադարեցնի։ Իսկ Պողոս ասում է, պետք է ոչ մեկը ձեզ չդատե, որևէ մեկը թող ձեզ չդատե։ Այո, մենք տեսնում ենք հետաքրքիր մի օրինակ էլ 2-րդ մնացորդած 2-րդ գլխի 4-րդ համարում, որտեղ ասում է. «Ահա ես մի տուն եմ շինում իմ Տեր Աստծո անվան համար, որ նրանում նվիրեմ, նրա առաջին առաջավորության խուտ ծխելու, միշտ առաջավորության հաց դնելու համար, եւ որ առավոտ ու իրիկուն շաբաթներին, ամսագլուխներին եւ մեր Տեր Աստծո տոներին ողջակեզներ մատուցանվի»։ Սա հավիտյան պարք է Իսրայելի վրա։ Ինչ է դառնում։ Մենք տեսնում ենք 2-րդ մնացորդած գրքի մեջ ասում է, որ պետք է դա լինի հավիտյան։ Ովսե գրքի մեջ տեսնում ենք, որ ասում է պետք է դադարեցվի, իսկ Կողոսացիների գրքի մեջ տեսնում ենք, որ ասում է պետք է մեկը չդատե ձեզ։ Դրանց հետ կապված ինչ նշանակություն ունի այս համարները։ Արդյոք նշանակում է, որ մարդը քրիստոնյան պետք է դրանք չպահի։ Շատ քրիստոնյաներ կան ասում են, այո, մենք չպետք է պահենք ոչ մի տոն, ոչ մի ամսագլուխ, ոչ մի շաբաթներ։ Եվ հետաքրքիրը նրանում է կայանում, որ երբ որ հերթ հասնում է աշխարհիկ տոների հետ կապված, օրինակ նոր տարին, մարդկանց մոտ ոչ մի բացասական զգացողություն չի առաջանում, կարծես թե կարելի է պահել։ Բայց երբ որ խոսքը գնում է Աստծո տոնի հետ կապված, անմիջապես մտածում են, որ դա պետք է իրենցից վանեն, որտեղ դա Պողոս ասել է, որ չպետք է։ Իսկ Պողոսը ինչ է ասել։ Չպահել, թե ոչ մեկը ձեզ չդատե։ Կուզեի ձեզ վստահացնել, որ Պողոս առաքյալը ինքը, օրինակ, Գործք առաքելոց 20 գլխի 6 համարում գրված է. «Մենք բաղարջակերած օրերից հետո նավով գնացինք», ուշադրություն դարձրեք, հատուկ շեշտում է, որ բաղարջակերած տոնը իրենց համար նշանակություն է ունեցել։ «Գնացինք Փիլիպպեից եւ մինչեւ 5 օրը եկանք Տովրադա նրանց մոտ, ուր 7 օր դադարեցրինք»։ Հաջորդ հատվածում հենց նույն գլխի 20 գլխի Գործք առաքելոց 16 համարում գրված է. «Որովհետեւ Պողոսը որոշել է, որ Եփեսոսի մոտովը նավով անցնե, որ չլինի թե նա Ասիայի մեջ ժամանակ կորցնե, որովհետեւ շտապում էր, որ եթե կարելի լինի նրան Պենտեկոստեի օրը Երուսաղեմում լինել»։ Ավելին, մենք տեսնում ենք Գործք առաքելոց 27-րդ գլխի 9 համարում գրված է, որտեղ շատ ժամանակներ էր անցել նավով գնալու համար վտանգավոր էր։ Ծոմի ժամանակն էլ արդեն անցած լինելով Պողոսը խրատ էր տալիս։ Ծոմ նկատի ունի Յոմ Քիպուրի օրը, որը տոնվում էր 7-րդ ամսվա 10-ին։ Իսրայելի 7-րդ ամսվա 10-ին։ Հիմա հարց է ծագում։ Պողոս առաքյալի քայլերից տեսնում ենք, որ նա դեմ չէր այդ տոներին, բայց եւ նույն ժամանակ կոչ անում ոչ մեկը չդատել։ Ովսեում էլ գրված է դադարեցնելու է։ Եվ մարդիկ ասում են, տեսեք Ովսեի ասած դադարեցնելը, հիմա դադարեցրել է։ Հիմա ինչ։ Քրիստոնյան պետք է պահել դրանք, թե ոչ։ Ինչ նկատի ունի Սուրբ Գիրքը։ Ինչ նկատի ունի Պողոս առաքյալը։ Երբ որ մենք փորձում ենք ուսումնասիրել ու նայել նրա հաջորդ համարը կամ նախորդ համարը, տեսնում ենք, որ թե Պողոսը ինչ նկատի ուներ։ Պողոսը ոչ թե ասում է չպետք է պահել, եւ Ովսեի ասածը ոչ թե նշանակում էր, որ ընդհանրապես պետք չի ասել ժողովրդին այդ ամեն ինչը,
այլ մի օրինակ բերեմ, որպեսզի այլը հասկանանք։ Օրինակ, Եսայա մարգարեն առաջի գլխի մեջ ներկայացնում է այդպիսի խոսքեր։ Լսեցեք Տիրոջ խոսքը 10 համարից. Ով Սոդոմի իշխաններ, ակաշ դրեք մեր Աստծո օրենքին, ով Գոմորի ժողովուրդ։ Ինչ պետք է ինձ ձեր զոհերի շատություն, ասում է Տերը։ Ուշադրություն դարձրեք, ինչի վրա է շեշտը դրված։ Աստծո օրենքին, այսինքն եբրայերեն Տորա, Աստծո Տորային ուշադրություն դարձրեք։ Ասում է, ինչ պետք է ձեր զոհերի շատությունը։ Ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտների ճարպիցը, ոչխարների, նուխազների արյունը չեմ ախորժում։ Երբ որ գալիս եք իմ երեսը տեսնելու, դա ով է պահանջում ձեր ձեռքիցը կոխորտել իմ սրահները։ Ձեր խունկ ինձ համար պիղծ է, ամսագլուխներին, շաբաթներին ու ժողովներ գումարելուն չեմ տանիլ։ Անօրենություն եւ տոնախմբություն, ձեր ամսագլուխներից տոներից զզվել է հոգիս։ Նրանք ինձ վրա բեռ են, հոգնել եմ տանելուց։ Շարունակություն դուք ինքներդ կարող եք կարդալ։ Մենք տեսնում ենք Եսայան առաջի գլխում այդպիսի կոչ է անում։ Եթե այդպես է, ինչու է Եսայան 58-րդ գլխի 13 համարում այլ կոչ է անում։ Եթե ետ դարձնես շաբաթիցը քո ոտը, որ բաղձանքը չկատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զվարճության, եւ Տիրոջ նվիրածը պատվական եւ նրան պատվես քո ճանապարհները չկատարելով, ուշադրություն դարձրեք։ Զվարճության, իսկ այնտեղ ինչ էր։ Տոնախմբությունը ինչպիսի ձևով էր նշվում, արունահեղություն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստված դեմ չէր ոչ տոնին, ոչ ամսագլխին, ոչ զոհաբերությանը եւ ոչ էլ շաբաթին, բայց նա դեմ էր այդ ամենը արունահեղությամբ անցկացնելուն։ Իսկ Պողոս առաքյալի այս խոսքերը այլ բնույթ են ունենում, որովհետև Պողոս առաքյալը արդեն խոսում է այն ժամանակ, երբ որ Տեր Հիսուսը եկել էր, երբ որ ձեռագործը հանդիպել էր անձեռագործի, երբ որ ձեռագործ թլպատությունը հանդիպում էր անձեռագործ թլպատությանը, երբ որ ձեռագործ, այդպես կարելի ասել, ողջակեզը եւ մյուս զոհաբերությունները հանդիպում են անձեռագործ Տիրոջ զոհին, երբ որ ձեռագործ տաճարը հանդիպում էր անձեռագործ տաճարին, երբ որ ձեռագործ քարի վրա գրված օրենքը պետք է հանդիպեր անձեռագործ Աստծո ձեռքով Սուրբ Հոգով գրվող Աստծո օրենքին։ Դրա համար Պողոսի ժամանակները այլ ժամանակներ են, եւ մենք պետք է այս ամեն ինչի մասին այլ ձևով խորենք, որովհետև Պողոսը հենց 17 համարում այդ խոսքն է ասում, որոնք նոր գալու բաներից տվերներն են, բայց մարմինը Քրիստոսն է։ Այսինքն, ինչն էր խորհրդանշում Քրիստոսին, տոնը ինքն էր խորհրդանշում, բնականաբար ոչ, այլ տոնում կատարված արարողությունն էր խորհրդանշում Քրիստոսին, որովհետև տոներից մեկը զատիկն է։ Արդյոք զատիկը հենց տոնը Նիսանի 14-ն էր խորհրդանշում Քրիստոսին, բնականաբար ոչ, այլ Նիսանի 14-ի երեկոյան մորթվող գառն էր խորհրդանշում Քրիստոսին։ Եվ այդպես առավոտ երեկո կատարվող զոհաբերություններն էր խորհրդանշում Քրիստոսին, ողջակեզները եւ մեղքի զոհը, եւ այդպես բոլոր զոհաբերությունները։ Եվ այդ օրերում, հիշեք, շաբաթ օրը կրկնակի էր առավոտյան երեկոյան զոհաբերությունը կատարվում, ողջակեզի մասն է խոսքը գնում։ Այսինքն այս ամեն ինչն էր խորհրդանշում Քրիստոսին։ Եվ այս ամեն ինչը նրանք գալիս են ու հանդիպում են իրականին, անձեռագործին։ Երբ որ անձեռագործին հանդիպում են, նրանք պետք է դադարեն, նրանք դառնում են ստվեր, որտեղ իրականն է գալիս։ Բայց դա չի նշանակում, որ այլ ոչ մեկը չպետք է Հիսուս գառին ընդունի։ Դա չի նշանակում, որ ոչ մեկ չպետք է անձեռագործ տաճարը ընդունի։ Դա չի նշանակում, որ ոչ մեկը իր սիրտը չպետք է թույլ տա, որ Աստված թլպատի։ Եվ նույնպես չի նշանակում, որ թույլ չպետք է տա, որ Աստված իր սրտի մեջ գրի իր օրենքը։ Այո, իր օրենքը պետք է գրի անձեռագործ։ Եվ երբ որ այդպես ուսումնասիրությունը փորձում ենք կատարել ու վերև ներքև նայում ենք, ինչ ենք տեսնում, որ Պողոս առաքյալը կոչ է անում այն մարդկանց, ովքեր հեթանոսությունից էին եկել ու դառել քրիստոնյա, որպեսզի նրանց չմեղադրեն, թե ինչ ձև պահեն այդ ամեն ինչը։ Այսինքն խոսքը ուտել խմելը, սա արարողակարգն էր, որը տեղի էր ունենում, երբ որ նշում էին զատիկը, երբ որ նշում էին ամսագլուխները կամ այլ տոներ։ Այսինքն այս ամեն ինչը սրանք կապված են զոհաբերությունների հետ, ասենք, կամ տաճարային ծեսերի հետ կապված։ Եբրայերենում
Այս ամեն ինչի համար կա այդպիսի հետաքրքիր բառ՝ խոք կամ խուքա, որը ինքը թարգմանում է արարատյան հին թարգմանության մեջ որպես կանոն։ Այո, սա խաքակ եբրայերեն բառից է առաջացել, որը օգտագործվում է օրենսդրի գործողության հետ, որ օրենսդիրը, այսինքն արարիչը, ինքը կարող է այդպիսի կանոններ գրել, որը կապված է Աստծուն երկրպագելու հետ։ Այսինքն Աստված էր այս երկրպագության ատրիբուտները տվել մարդկանց, եւ դա չի նշանակում, որ նրանք պետք չեն մարդուն, այլ Պողոս առաքել ասում է, թող չդատե, թե դուք ինչպես եք կատարում։ Ինչու՞։ Որովհետև քրիստոնյաների հեթանոսներից եկած քրիստոնյաներին որոշ մարդիկ հрьяաներից գալիս էին ու բռնանում էին, ասում են դուք պարտադիր պետք է անցնեք գիուրը, ասեմ ձեզ ինչ է գիուրը։ Գիուրը նա է, որ հեթանոսը ընտրել է Իսրայելի Աստծուն, գալիս է որոշ ժամանակներ անց, անցնում է աշակերտության այս փուլը, դա լինում էր մի քանի ժամանակներ, կլիներ 10 օրից մինչև 7 տարի նույնիսկ, անցնելուց հետո նա անպայման թլպատվում էր, հետո մկրտվում էր, այդ ամբողջ ընթացքում նա սովորած լինելով նույնիսկ թե ինչպես պետք է զատիկը մորթել, հետո ինքը գնալով Երուսաղեմ անմիջապես ինք ձեռքով մորթում էր զատիկը, ճաշակելուց հետո դառնում էր հրյա։ Գիուրի այս ընթացքի մասին տեղեկություն մենք ունենք Ելից 12 գլխից, որտեղ նկարագրված է 43 համարից Յահվեն ասեց Մովսեսին եւ Ահարոնին. այս է զատիկի կանոնը, ոչ մի օտարական նրանից պիտի չուտե։ Ամեն մարդի ստակով ծախու առած ծառան, երբ որ նրան թլպատել ես, այն ժամանակ թող ուտե նրանից։ Ուշադրություն դարձեք, եթե թլպատել ես, օտարականն ու վարձկան նրանից պիտի չուտե։ Մեկ տան մեջ պիտի ուտվի, տնից դուրս չհանես այն մսիցը, նրան մեկ ոսկոր չկոտրեք։ Իսրայելի բոլոր ժողովուրդն անե այս։ Այստեղ կարևոր մի բառ կա՝ ժողովք, որովհետև այստեղ զատիկ ուտողը պետք է ժողովքի մասնակից լինի, այսինքն ժողովքի մարդ լինի։ Եթե նա ժողովքի մարդ չէ, նա իրավունք չունի ուտել։ Եվ երբ որ մի օտարական 48 համարն եմ կարդում, քեզ մոտ պանդուխ լինելու լինի, Յահվեի զատիկը անելու լինի, նրա ամեն արուն թող թլպատվե, այն ժամանակ մոտենա կատարելու համար, ինքը երկրի բնակի պես լինի, որովհետև ոչ մեկ անթլպատ նրանից պիտի չուտե։ Երկրացու եւ ձեր մեջ բնակվող օտարականի համար մեկ օրենք լինի։ Ահա, այստեղ տեսնում ենք, ինչպես պետք է մարդը ժողովքի մեջ մտնի։ Ամեն մարդու թույլատրելի չէր զատիկ ուտել։ Եվ երբ որ Տեր Հիսուսը գալիս է, երբ որ ճշմարիտ գառը, անձեռագործ գառը, այդպես կարելի ասել, գալիս է փոխարինելու այն խորհրդանիշին, որ ցույց էր տալիս ճշմարիտ գառին, արդեն ինչ պետք է տեղի ունենա։ Այն օրենքները, որ կա ձեռագործի հետ կապված, պետք է դադարեցվի։ Տեր Հիսուսը այդպես է ներկայացնում, բայց մենք այսօր դրա մասին շատ չենք խորանալու։ Պողոս առաքյալը ինքը դրա մասին շատ է խոսում։ Հենց Կողոսացիներ, 2-րդ գլխի մեջ մենք հանդիպում ենք այս գեղեցիկ խոսքերի, որը գրված է 2-րդ գլուխ 11 համարում, որով դուք թլպատվեցաք, իսկ ումով թլպատվեցաք, որպեսզի լավ հասկանանք 9-րդ համարից կարդանք, որովհետև նրանում բնակված է աստվածության ամեն լույսությունը մարմնապես, խոսքը գնում է Հիսուսի մասին, եւ դուք նրանով լցված եք, որ նա է ամեն իշխանության պետության գլուխը, որով դուք թլպատվեցաք անձեռագործ թլպատությունով։ Նկատում եք, կա թլպատություն, այո, կա։ Անձեռագործ թլպատությունով, մարմնական մեղքերի մարմինը մերկանալով, Քրիստոսի թլպատությունով, թաղվելով նրա հետ մկրտությունով, կա հիմա մկրտություն, տեսնում ենք, թլպատություն, հետո մկրտություն, գյուռի բոլոր ճանապարհը, բայց տեսնում ենք անձեռագործ որ պետք է լիներ, որով հարություն էլ առակ նրա հետ, Աստծո ազդեցության հավատքով, որ հարություն տվավ նրա մեռելներից, ձեզ որ մի ժամանակ մեռած եք մեղքերում, ձեր մարմնի անթլպատությունումը նրա հետ կենթանացրեց բոլոր մեղքերը ձեզ շնորհելով։ Ջնջելով այն մեզ հակառակ ձեռագիրը, ուշադրություն դարձրեք, հատուկ շեշտված է ձեռագործ բառից առաջացած խոսքը, ձեռագիրը հրամաններով, որ մեզ հակառակ էր, բայց դա չի նշանակում, որ օրենքը, որը խուքն էր, որը օրենսդիրն էր տվել, որը ծեսի հետ էր կապված կամ Աստծուն երկրպագության հետ կապված էր, պետք է ամբողջովին ջնջվեր, չէ, այլ այն էր վերանում, որը
որը բաժանում էր ձեռագործը անձեռագործից։ Այսինքն, սիրելի բարեկամներ, մենք տեսնում ենք, որ խոսքը ոչ թե վերաբերում է, որ պետք է օրենքը չպահվել, այլ թե ինչպես դուք պետք է օրենքին նայել։ Օրինակ, մենք նույն մտքերը կարդում ենք Եփեսացիներ 2-րդ գլխի մեջ 12-11 համարից։ Վասն որով հիշեցիք, որ դուք մի ժամանակ հեթանոսներ մարմնով, ասեցի չէ, խոսքը գնում է հեթանոսների մասին, Եփեսոսում էլ այդպես դեպքեր եղել, որ հեթանոսներ մարմնով, որ անթլպատություն էի կոչված, մարմնի մեր ձեռով արած թլպատության կողմանը, ուշադրություն դարձեք, նորի շեշտում է ձեռով արած, որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, հեռացած Իսրայելի քաղաքականությունից, օտարացած խոստումնի ուխտերից, հույս չունեիք, անաստված էիք աշխարհումս, բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռովը դուք որ ժամանակով հեռավոր էիք, մոտ եղա Քրիստոսի արյունով։ Վասզի նա է մեր խաղաղությունը, որ երկուսը մեկ արավ, մեջտեղի բաժանող պատը, թշնամությունը քանդեց իր մարմնով, հրամաններով դրած պատվիրանքների օրենքը խափանելով։ Ուշադրություն դարձրեք, ինչի մասն է խոսքը գնում, որ նրանով երկուսը մեկ նոր մարդ ստեղծե խաղաղություն անելով։ Ուշադրություն դարձեք, սիրելի բարեկամներ, խոսքը չի գնում, որ ընդհանրապես երկրպագությունը դադարվեց, այլ այն բաժանարարը, որ խանգարում էր այն հրամաններով պատվիրանքի օրենքը։ Մենք տեսնում ենք, որ այստեղ օգտագործված բառը, դոգմա բառը, իր նշանակություն ունի, որը շատ քիչ է օգտագործված հին հունարեն թարգմանության մեջ, 70-ական թարգմանության մեջ, եւ այնտեղ այդ բառը մի քանի տեղ է օգտագործված, որտեղ ուն արամերենի հետ համապատասխանեցված նշանակում է թագավորի հրամանագիր, այդպիսի իմաստ ունի։ Եվ նոր կտակարանում էլ, երբ որ օգտագործված է, այդ նշանակություն ունի, այսինքն թագավորական հրամանագիր։ Եվ մենք տեսնում ենք, որ դոգմա բառը համապատասխանում է եբրայերենի խուկ կամ խուքա բառին, որը ցույց է տալիս այն երկրպագության ծեսի ձևը, որը Աստված սպասում է։ Ուրեմն կար ժամանակ, որ Աստված սպասում էր, որ մարդիկ պետք է ձեռագործ կատարեին թլպատությունը, ձեռագործ օրենքը պետք է ընդունեին, ձեռագործ տաճարում պետք է երկրպագություն անեին եւ ձեռագործ զոհաբերություն պետք է լիներ։ Ձեռագործ նկատի ունեմ կենթանի գառ։ Բայց եկավ ժամանակը, որ պետք է անձեռագործի անցվեր, եւ Տեր Հիսուսը իր զոհաբերությունով անձեռագործ մտցրեց, անձեռագործ թլպատություն, անձեռագործ տաճար, անձեռագործ մկրտություն, իր մահի խորհրդանշով եւ անձեռագործ մեր սրտերում պետք է գրվի նրա օրենքը։ Ուրեմն, ինչ ենք այստեղ տեսնում, որ երկրորդ գլխի 16 համարում Պողոս ասում է, թող մեկը ձեզ չդատե։ Չի ասում, որ դուք չպետք է պահեք, այլ թող մեկը ձեզ չդատե։ Այսինքն, դուք գիտեք ինչպես պետք է պահեք։ Դուք գիտեք, որ պարտադիր չէ, որ դուք գիուրը անցնեք այնպես, ինչպես պարտադրում էր հրյա ռաբին, այսինքն կրթվելով, իմանալով բոլոր ծառայությունները, թե ինչպես պետք է զատիկը մորթվի, որ անցնես այդ փուլերը, հետո թլպատվես, մկրտվես, այսինքն միկվայով անցնես, այն միկվայում էին մկրտվում, եւ հետո զատիկը ճաշակելով դառնայր ժողովքի անդամ։ Պողոս առաքել ասում է, մեր զատիկը Քրիստոսն է, Առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ։ Մեր զատիկը Քրիստոսն է եւ մենք նրան ճաշակում ենք։ Այսինքն մենք ճաշակում ենք անձեռագործին եւ ամեն ինչ լուծված է։ Եվ երկրի վրա, թե դու տաճարին չպետք է հարգեիր, այդպիսի բան Պողոսը չի ասում։ Բայց երբ որ դու պետք է մտածեիր, որ անպայման ձեռագործի ծառայությունները պետք է անեիր, որպեսզի ժողովքի անդամ լինեիր, դու արդեն մեղանչում էիր Աստծո դեմ։ Ինչու՞։ Որովհետև Տերը արդեն անձեռագործը բերել է։ Հենց նույն Կողոսացիների գրքի մեջ 3-րդ գլուխ մենք կարդում ենք այդ հրաշք խոսքերը։ Եթե Քրիստոսի հետ հարություն առաք, մկրտությունով, չէ՞, թլպատություն, մկրտություն, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում, Աստծո աջ կողմը, վերինները մտածեցեք, այսինքն Պողոսը կոչ է անում, որ վերինում ինչ կա,
Սրբարան, տեսեք ինչի մասն է խոսում, ոչ թե երկրի վրայիները, այսինքն երկրի վրա ինչ կար, էլի սրբարան, երկնքում կա սրբարան, երկրի վրա կա սրբարան, բայց Պողոսը կոչ անում վերինները մտածել, ինչու, վասսի դուք մեռաք, ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ, բայց երբ որ Քրիստոսը մեր կյանքը հայտնի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով, ինչ կար վերիներում, Սուրբ Գիրքը ներկայացնում է, վերևում կար սրբարան եւ այնտեղ կար եւս քահանայապետ, որտեղ որպես եւ զոհ Տեր Հիսուսն էր գնացել, կար սրբարան, կար զոհ, կար քահանայապետ, ամեն ինչը անձեռագործ։ Դրա համար Պողոս առաջալ ասում է, երկրի վրայիների մասին մի մտածեք, երկրայինները մտածեց։ Այսինքն, եթե ժամանակը եկել է, որ երկնայինը մտածեք, դուք ասում եք, չէ, մեզ պետք է երկրի վրայիները, եթե ես երկրի վրայիներով չանեմ, ես փրկություն չունեմ, ինչպես Գործք առաքելոց 15 գլխի առաջի համարում են կարդում, որտեղ շատերը հրյաներից Փարսեցիներից դուրս եկածներ ասում են, եթե մեկը Մովսեսի ասած ձևով չթլպատվի, նա փրկություն չի ունենա։ Սա այն մտքի համաձայն է, որ նրանք ասում են, դեռ երկրայինները, ձեռագործները պետք է անենք։ Իսկ Պողոս ասում է, Տեր Հիսուսը եկել է, ճշմարիտ Աստվածը անձեռագործ տաճար մտավ իր արյունով, անձեռագործ տաճարում նստավ որպես քահանայապետ, եւ դուք հիմա որոշում եք նորից երկրային տաճար մարդուն տանել, որպեսզի նա դառնա Աստծո ուխտի մասնակից, ոչ, ամեն մի մարդ, որ Քրիստոս Հիսուսին ընդունում է, որպես Տեր ու Փրկիչ, ամբողջ սրտով, ամբողջ մտքով, նրա սիրտը թլպատվում է, նրա սրտի վրա Աստծո հոգով գրվում է Աստծո օրենքը, եւ նա ճաշակում է Քրիստոսի հետ նրա մահն ու հարությունը, եւ նա դառնում է Քրիստոսի ժողովքի անդամ։ Եվ նրան պարտադրել նորից գնալ հետադարձ ձեռագործին, դա Պողոս առաքյալի խոսքերով մեղք է։ Դրա համար Պողոս առաքյալը չի ասում, որ չպետք է ձեռագործ տաճար մտնել, այլ Պողոս առաքյալը ասում է, թող մեկը ձեզ չտատե, թե դուք ոնց եք տաճարի ատրիբուտների հետ վերաբերվում։ Բնականաբար Պողոս առաքյալը տեսանք, ինքը պահում էր բաղարջակիրած տոնն, պահում էր Պենտեկոստեի օրն եւ այլ օրեր։ Նա չէր մեղանչում այդ անարգելով այդ տաճարը, ոչ մի անգամ, երբեք, մենք կարդում ենք Գործք առաքելոց 22 գլխում, որ Պողոս առաքյալը խոստովանում է, որ ինքը ոչ մի անգամ դեմ չի եղել տաճարի, ոչ մի անգամ, 22 գլուխ Գործք առաքելոց, բայց 21-ից կարող եք կարդալ, որպեսզի ավելի լավ հասկանաք, ոչ մի անգամ ինքը չի հակառակվել ձեռագործ տաճարին, բայց նույն ժամանակ հակառակվել է, որ ձեռագործ տաճարով մարդիկ կապում էին մարդուն ու ասում են, չէ, դու մի նայի երկնքին, քեզ պետք չէ։ Մի օրինակ բերեմ, որը ավելի պարզ պետք է դարձնի այս ամեն ինչ, որ ասեցի։ Թվոց 14-րդ գլխի մեջ կա մի հետաքրքիր մի պատմություն, որը ներկայացնում է, թե ինչ տեղի ունեցավ այն մարդկանց հետ, որ Եգիպտոսից երկրից դուրս էին եկել ու բոլորը դուրս եկածները թլպատված էին։ Այդ բոլոր թլպատված մարդիկ եկան հասան Քանանի երկրի դիմաց սահման եւ չկարողացան մտնել։ Եվ հիմա ես ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչ եղավ, որ չմտան։ Նրանք լսեցին այն մարդկանց, ովքեր բերեցին այնպիսի լուր, որը նրանց հավատքը թուլացրեց, եւ նրանք որոշեցին չլսել ասուն ու չմտնել, արդեն կանգնած են սահմանագլխին, բայց որոշեցին չմտնել։ Բայց հաջորդ պահին, երբ որ Աստված ասեց, դե լավ, որ չեք ուզում մտնել, գնում ենք ետ, չեք մտնելու։ Խնդիր չկա։ 40 օր լրտեսեցին, 14 գլխի 34 համարում է գրված։ 40 տարի պետք է դուք այդ անօրենությունը ձեր վրա կրեք։ Այդ խոսքերը լսելուց հետո տեսեք մարդիկ ինչ են ասում։ Այդ նույն մարդիկ, ովքեր չէին ուզում մտնել, այդ մարդիկ գրված է 40 համարում։ Եվ առավոտած կանուխ վեր ելան լեռան գլուխ ասելով. ահա մենք եկել ենք վեր այնտեղ, որ Յահվեն ասել է։ Ինչ է ասել։ Յահվեն արդեն ասել է, ել չկբարձրանաք այս սարի գլուխը, բայց իրենք ինչ են ասում։ Յահվեն ասել է։ Երբ է ասել։ Մեկ օր առաջ, որ բարձացեք ու մտեք։
Հիմա չմտակ, Յահվեն ասավ, դե գնացեք հիմա անապատ։ Նրանք բոլոր թլպատվածները ասում են, չէ։ Մենք Յահվեի ասածը պետք է անենք, որովհետև մենք մեր գործեցինք 40 համարը գրված։ Մովսեսն ասեց. ինչու եք այդպես Յահվեի հրամանիցը դուրս գալիս, այդ բանը չի հաջողվի, վեր մի ելեք, որովհետև Յահվեն ձեր միջումը չէ։ Հետաքրքիր է, չէ։ Թլպատվածները գալիս են հասնում են սահմանագլխին, չեն մտնում, որովհետև չեն հավատում, բայց հետո որոշում են, չէ, լավ կմտնենք, այն դեպքում են որոշում, որ կմտնենք, երբ որ արդեն Յահվեն ուրիշ հրաման է արձակել, երբ որ ասել է, չէ, գնում եք հիմա անապատ 40 տարի պտտվեք։ Նրանք ասում են, ոչ, մեղանչել ենք, ուշադրություն դարձեք, նրանք խոստովանում են, որ մեղանչել են, եւ պետք է մտնենք։ Իսկ ինչ է ասում Մովսեսը։ Մի արեք, Յահվեն ձեր հետ չէ։ Սա նման է այն բանին, որ Քրիստոսի հետո Պողոսի ժամանակներում մարդիկ ձեռագործն էին պարտադրում, որ հավատացյալ մարդիկ պարտադիր պահեն, որոնք եկել են հեթանոսներից։ Ասում են դուք պետք է այդ առաջի հրամանը կատարեք։ Այն դեպքում, որ Տեր Հիսուսի գալով ամեն ինչում վկայություն եղավ, որ բոլոր ժողովուրդը չի մտել հանգստության մեջ, այսինքն այդ հրամանը չեղյալ է դարձվում։ Դրա համար Տեր Հիսուս եկավ ասավ. ոչ, դուք չեք մտնելու, դուք բոլորդ պետք է նորից հեթանոսի նման մկրտվեք, հрьяաների մասն է խոսքը գնում, մկրտվեք։ Էլ ուր մնաց հեթանոսությունից եկողների համար։ Ոչ մեկը չեք մտնելու։ Մարդիկ ասան, ոչ, մենք մեղանչել ենք, պետք է ոչ միայն մենք մտնենք, այլ հեթանոսությունից եկածներին էլ պարտադրենք, որ մտնեն առաջի ձեռագործ հրամանների ներքո։ Պողոս ասում է, առաջի ձեռագործ հրամանների ժամանակը ավարտվել է։ Իմաստ չունի, չեք մտել, հիմա թողեք, երկրորդ հրամանը լսեք։ Երկրորդ հրամանը լսեք ու դրանով մտեք Աստծո հանգիստը, որ Քրիստոս Հիսուսում է։ Նրա համար սիրելի բարեկամներ, ձեռագործի ժամանակը ըստ Պողոսի վերջացել էր, որտեղ Հիսուսի գալով էր վերջացել։ Եթե ինչ-որ մեկը առաջարկում էր երկրայինները այլ ձևով վերաբերվել, հասկացեք, Պողոսը դեմ էր։ Ոչ թե նրա համար, որ տաճարը անարգանքի վայր էր, այլ ոչ, որովհետև արդեն երկնային տաճարն էր գործում։ Իսկ երկրային տաճարի հանդեպ հարգանքը պետք է մնար, բայց կար արդեն երկնային տաճար, երկնային անձեռագործ տաճար։ Իսկ անձեռագործ տաճարից մենակ այն մարդը կարող է օգտվել, ում սիրտը թլպատված է անձեռագործ, ում սրտի վրա անձեռագործ գրված է Աստծո օրենքը, ով անձեռագործ գառան համներ տեսել եւ ով անձեռագործ տաճարում տեսնում էր իր քահանայապետին։ Հիմա թող մեկը ձեզ չդատե ուտելու կամ խմելու համար կամ տոնի կամ ամսագլխի կամ շաբաթի մասին։ Սա չի նշանակում, որ պետք է այս օրերը մոռանանք, բայց չի էլ նշանակում, որ մենք պետք է անպայման այդ ձեռագործներից օգտվենք, մտածելով, որ առանց դրանց անելու փրկություն չունենք։ Պահենք տոնն էլ, ինչպես շատերը պահում են նոր տարին։ Պահենք տոնն էլ, պահենք էլ ավելի շաբաթն էլ, բայց ոչ թե զոհաբերություններով, այլ երկնային զոհի ընդունումով։ Այսքանը սիրելի բարեկամներ, հարցերի դեպքում խնդրեմ գրեք, ուրախ եմ, որ մասնակից եք լինում, գրեք ձեր կարծիքներն էլ, սպասելու ենք։ Շնորհակալություն, մինչ հաջորդ հանդիպում։ Հաջողություն։